Բարև ձեզ, այսօր մայիսի 8-ն է, այսօր Հայաստանը ամբողջությամբ նախընտրական տրամաբանության մեջ է, այսօր պաշտոնապես մեկնարկեց առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Մենք առաջիկա մեկ ամսվա ընթացքում անընդհատ եւ շարունակաբար անդրադառնալու ենք այս թեմային, խոսելու ենք նախընտրական քարոզարշավի մասին, բայց այսօր անդրադառնալու ենք վաղվա օրվա խորհրդին մայիսի 9-ի։ Տարիներ շարունակ մայիսի 9-ը համարվել է որպես պատմական հիշողության, հաղթանակի եւ միաժամանակ ուժի ցուցադրության օր։ Այս տարի, սակայն, դեպի Կարմիր հրապարակ տանող ճանապարհը անցնում է ոչ միայն տոնական տրամադրությունների, այլև տագնապների միջոցով։ Ուկրաինայի նախագահ անվտանգության երաշխիքներ չի տալիս այնտեղ գտնվող անձանց համար, Ռուսաստանի նախագահը խոսում է հրադադարի մասին, իսկ աշխարհը սպասում է, թե ինչ կարող է լինել վաղը Մոսկվայի Կարմիր հրապարակում։ Այսօք ամեն ինչ հանդարտ կանցնի, թե ականատեսը կլինենք նոր սրացման։ Այս միջոցին Հայաստանի Հանրապետության վարչապետը չի մասնակցում, չի մեկնում Մոսկվա մասնակցելու տոնական շքերթին։ Ռուսաստանը այս ընթացքում շարունակում է դժգոհել Հայաստանից, որ Հայաստանը շարունակում է փորձել մնալ երկու աթոռի վրա։ Մյուս կողմից աշխարհի ուշադրության կենտրոնում Մերձավոր Արաբելքն է եւ զարգացումները Իրանի շուրջ։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրում են փաստերը, կարծիքները, կանխատեսումները եւ գնահատականները։ Զրուցակիցս Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ Կարեն Սարգսյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ ուրեմն վաղը մայիսի 9-ը շքերթ Մոսկվայի Կարմիր հրապարակում։ Ինչ է այս տարի իրենից ներկայացնում այս շքերթը, սա ուժի ցուցադրություն է, թե մեկ այլ բան։ Հա, հայտարարություն։ Չէի սպասում։ Տեսեք, մայիսի 9-ը մեծ հաշվով գրեթե միշտ համարվել է, նշեցիք այդ սա չկրկնվա, բայց իրականում վերջին տարիներին բավականին մեծ ապացուցային բազա ձեռք բերվեց, ցույց տալու այն, որ մայիսի 9-ը ամբողջությամբ ֆեյք է եղել, ինչ վերաբերվում է երկրորդ համաշխարհային պատերազմին, որովհետև Գերմանիայի ստորագրությունը տեղի է ունեցել ամսի 8-ին, կապիտուլյացիայի մասին հայտարարությունը տեղի է ունեցել ընդհանրապես ամսի 7-ին, իսկ ամսի 9-ը դա հատուկ Ստալինի համար արված ինչ-որ մի հատ բան էր, շնորհանդես էր, որ Ժուկովը առանձին ինչ-որ ֆեյք է եղել, սա մեկ, երկու, սովետական տարիներին մինչև 65 թվականը մայիսի 9-ը նույնիսկ որպես հաղթանակի օր միշտ եղել է ավելի շուտ հիշատակի օր, որովհետև պատերազմը առել իր զոհեր էր բերել եւ ես նույնիսկ հիշում եմ իմ պապիները այնպես չի, որ շատ ավելի շուտ այդ օրերը իրանց համար հիշատակի կորցրած ընկերների եւ կորցրած երիտասարդության մասին էր, քան այդ ինչ որ հիմա Ռուսաստանում կոչվում է Պաբեդաբեսիա, հա։ Պուտինի ժամանակ ինքը դարձավ ամեն տարի, նույնիսկ իմ մանկության տարիներին, չնայած ասենք բանա, ինքը 5 տարին մեկ էր մենակ կլոր տարեթվերին էր ռազմական շքերթ։ Այդ Պուտինը հետո սարքեց ամեն տարի, որպեսզի ինչ որ չէր մեծացել հիմա այդ մարդը, ինչ ասես, հոգիկան։ Բայց այս տարի ինչ է ուժում ցուցադրել։ Այս տարի շքերթը ընդամենը փորձում են օգտագործեն որպես ցուցանիշ, որ ամեն ինչ նորմալ է, որովհետև իրականում ամեն ինչ շատ վատ է։ Ծանր տեխնիկա չկա, ուկրաինական դրոնների, ասենց ասեմ, շարավիղը, օգտակար գործողության շարավիղը արդեն Սիբիրում է, եւ մեծ հաշվով սա ուղղակի ուկրաինացիների բարի կամքն է, որ Մոսկվայում ամեն օր մի 15-20 հատ շենք չեն տրակացնում, ես վերջերս Ռամինսկիում, որ տեղի ունեցավ Մոսֆիլմի այդ շրջակայքում դրոնը, որ եկե հասել էր, նույնիսկ այն պարագայում, որ Մոսկվան եւ Սանկտ Պետերբուրգը ամբողջությամբ փակված են հոփով, փոքր հոպերով, հա, ինքը միևնույնն է կարողանում անցնել։ Չենք մոռանում, որ ուկրաինացիների ֆլամինգոները հեչել դրոն չեն եւ իրենց արագությունները եւ իրենց հրթիռ տեսակը անհասանելի է, անխոցելի է այն փոքր հոպի համար, որով հագեցված է հենց հիմա Մոսկվայի բանը, եւ ձեր հարցին ի պատասխան ինչ է մայիսի 9-ը, հայտարարություն, բայց փորձ քողարկելու բանը։ Ուկրաինական հնարավոր հարվածների հեռանկարը փոխել է
այս տարվա շքերթի բովանդակությունը իմաստը, այդպես կարող ենք ասել։ Կարող ենք այդպես ասել, եթե այդպես ասեք, սխալ չեք լինի, բայց այնտեղ համալիր է, որովհետև ծանր տեխնիկա չունեն, որը ցույց տա, որովհետև 24 թվականն եղել է վերջինը, երբ Ռուսաստանը կարողացել է ոնց ասեմ, արդյունաբերական մասշտաբներով արտադրություն ապահովի ծանր տեխնիկայի, լինի դա տանկ, ՄՄ, բան եւ այլն, հա, sense բաներ չկա այն քանակով, որ դու կարողանաս անես, եթե հիշում եք նախորդ տարին էլ մի հատ T-34 հանեցին, դե ինչքան կարաս նույն պատմությունը անես։ Ծանր տեխնիկա չկա, բացի դրանից գոյություն ունի կարծիք, որը չի հերքվում, որ ռուսական էլիտաների ներսում կա դժգոհություն, մասնավորապես գլխավոր շտաբի, պաշտպանության նախարարության, անվտանգության խորհրդի, sense բանով, FSB-ի, FFSO-ի միջև, այսինքն դա բանն է անմիջապես, այսինքն այս ներսին պատմությունները, որոնք որ բերում են էլիտաների մեջ պայքարի հանուն գումարների, որտեղ գումարներն է պակասել, եւս թույլ չի տալիս ենթադրել, որ ամեն ինչ նորմալ է եւ օրինակ այս շքերթին չեմ ասում հայտարարություն, նույնիսկ պետական դումայի պատգամավորներին չեն հրավիրել, չնայած իրանք միշտ հրավիրված են եղել եւ խոսքը նրա մասին չի, որ Ռուսաստանը իրականում շատ է վախենում հենց բացառապես ուկրաինական դրոներից, եթե հիշեք Պաուտինան, հիշատակված արդեն մի քանի անգամ մեր եթերներում խոսել ենք, որ բանից ինքը ներսից է բաց թողած դրոնները, այսինքն կա նաեւ վտանգ, որ ոչ թե դրոնը կգա Ուկրաինայից, այլ դրոնը կգա, ասենք, չգիտեմ, Սրեցենկայից, ինչ որ մի հատ բարձրահարկ այս անգամ այդ հարվածների հնարավորությունը, այսինքն անվտանգություն չապահովել է, հիշում ենք Զելենսկու հայտարարությունները եւ Երևանում եւ այլն, սա կարծում եք հոգեբանական թե իրական պատերազմի մասին է։ Իրական կոնկրետ ինի մասով եմ հարցնում։ Այո, որովհետեւ նախ եւ առաջ Ուկրաինան դեռևս շատ վաղուց փոխել է օրը եւ ինքը Եվրոպայի օրն է նշում։ Այսօր պետք է ասեմ, որ Եվրոպայի օրն է իրական։ Ինքը Եվրոպայում տենց է նշում եւ ես մեծ հույս ունեմ, որ կգա այն ժամանակը, օրինակ մյուս տարի այս տարվա ընթացքում, որ մենք էլ կփոխենք, որովհետեւ իմաստ չունի կծված լինել ֆեյք բաներին, հա, ֆեյք հաղթանակներին։ Եվ իրական հարվածները, գիտեք ոնց, սա 5-րդ տարին է պատերազմի։ Հոգեբանական պայքարի ժամանակը չի եւ ամեն օր շուա ռեժիմով Ռուսաստանը ռազմական հանցագործություններ է իրականացնում եւ ամեն օր մարդիկ են զոհվում Ուկրաինայում։ Իսկ ինչու՞ չպետք է այդ վերնախավը հրամանները տալիս է խաղ բնակչության ոչնչացման կամ խաղի ենթակառուցվածքի ոչնչացման Ուկրաինայում, հա, ռուսական զորքերին չի, իրանք պետք է անվտանգ գտնվեն ու շքերթ ընդունեն, չէ, իրանք պետք է ապրեն բունկերներում, ինչպես եւ նախատեսված է։ Որքան է հավանական, որ ուկրաինական անօթաչու թռչող կհայտնվեն Մոսկվայի երկնքում, որքան է հավանական, որ նաեւ հարվածներ կլինեն։ Հարվածները, տեսեք, հայտնվելը իհարկե շատ ավելի հավանական է, քան հարվածը, որովհետեւ հայտնվելը ուժի ցուցադրություն կլինի եւ կառաջացնի խոճապ։ Դա շատ ես այդպես կանեի։ Հարվածելը շատ ավելի կախված է ընդհանրացված եւ հարմոնիզացված Ուկրաինա-Եվրոպա հարաբերություններից, այսինքն ինձ թվում է նախքան հարվածները Զելենսկին կքննարկի եվրոպական առաջնորդների հետ եւ կախված գնահատականից, թե որքանով է դա ձեռնտու եվրոպական ուժերին, դա տեղի կունենա եվրոպական ղեկավարության, եվրոպական անվտանգության տեսանկյունից, որտեվ մի կողմից դա փայլուն հնարավորություն է ավարտել ուկրաինական պատերազմը, մյուս կողմից դա շատ հնարավոր է առաջացնի հավելյալ ագրեսիա եւ այլ տիպի մարտական գործողություններ այլ երկրներում փափուկ ասեմ, որպեսզի բան չլինի։ Անկախ նրանից այդ անօթաչու թռչող սարքերը կհասնեն Մոսկվա, կհայտնվեն Մոսկվայի երկնքում, թե չեն հասնի, կհարվածեն, թե չէ։ Եթե նույնիսկ որևէ բան չլինի, այս իրավիճակում արդեն Ուկրաինան ստացել է իր բաժին քարոզչական կամ հոգեբանական էֆեկտը։ Այդքան Ուկրաինան չի, ինչքան Ռուսաստանը տակը լցրել է։ Որովհետև ուկրաինացիների համար վստահեցնում եմ, ձեզ շատ ավելի հետաքրքիր կլիներ Ղրիմի կամուրջի եւս երկու բանի, այդ ամրանի ոչնչացումը։ Ղրիմի կամուրջը կամուրջ չէ, հոգեբանական առումով եք հարցնում։ Մայիսի 9 հաղթական ունեն բոլորը եւ այլն եւ այլն։ Թքած ունեն։ Հիմա այս պահին Ուկրաինան հայտարարել է, որ եթե ինչ որ մեկը պատրաստվում է գնալ,
ապա մենք իր անվտանգությունը չենք ապահովում։ Ինչ նորմալ է։ Դե դա եմ ասում, այդ հայտարարության Սա միջազգային հարաբերությունների բան է։ Երևի թե այստեղ միջազգային հարաբերությունների մեջ հայտարարություն, հա, որը որ մենք տեսնում ենք իրականում ժամանակները փոխվել են եւ սրա մասին բազմից խոսել ենք եւ մենք տեսնում ենք, որ Իրանն է դառնում ուժ, որը թելադրում է եւ Ուկրաինան է դառնում ուժ, որը թելադրում է թե միջազգային հարաբերություններում ինչ կարելի է, ինչ չի կարելի կամ ինչը անվտանգ է, ինչը վտանգավոր է։ Հենց հիմա Ուկրաինան ասում է գնացեք Մոսկվա, վտանգավոր է, կարող է չվերադառնալ։ Իրանը հենց հիմա ասում է, եղբայր, ուզում ես նավթը ունենաս Հորմուզից, ինձ պիտի զանգես, իմ 2 միլիոն տաս գնաս։ Իրանին դեռ կգանք, բայց այս տարիների ընթացքում Ռուսաստանը որքանով է ավելի խոցելի դարձել։ Այն ինչ չափանիշով, եթե ասեք օրինակ ինչ 10 բալանոց գնահատականով, որտեղ 10 անվտանգ 0։ Հա, դուք կարող եք օրինակ այդ կտրվածքով տեսեք, քանի որ Ռուսաստանը միշտ եղել էր Աֆղանստանի պատերազմի սկզբից երևի թե, այսինքն 77-79 թվականից Սովետական միությունը եւ Ռուսաստանը դարձել էին թղթյա վագր։ Տնտեսական բավականին թույլ հնարավորություններով ծերակույտի կողմից ղեկավարվող հին գաղափարական հիմքերի եւ նոր մարտահրավերներին անպատրաստ ղեկավարության մի երկիր, որը պլանային տնտեսություն էր փորձում զարգացնել այն պայմաններում, որ պլանային տնտեսության հիմքը ոչնչացված է, պլանային տնտեսության հիմքում ընկած է, որ դու տեղերից ստանում ես տվյալներ, որոնք ճշմարիտ են, ասենք չգիտեմ, այս կոլխոզը ասում է, այսքան ծորեն ունեմ, բայց քանի կոլխոզի քարտուղարի աշխատավարձը կախված էր ծորենի, ասենք ամեն տարի ավելացումից, ինքը ամեն տարի թղթի վրա ավելանում էր, հետեւաբար ոչ մի բան չկար, հենց դրա մասին է խոսքը, որ եւ կամք չկար, իմանալով նույնիսկ կամ չկար դա կասեցնելու։ Ռուսաստանը դա այդ մոդելը մնացել էր, բոլորին սուտ են խոսում։ Եվ 22 թվականի փետրվարի 24-ին լավը մի կողմ 25-ին ամբողջ Ռուսաստան եւ ամբողջ աշխարհը համոզվեց, որ դա ոչ մի բան չի փոխվել, որ իրանց ասել էին, որ SVO-ն այսպես բան է, մենք հենց հիմա մտնում ենք Կիև, իսկ Կիևում մեզ դիմավորում են ծաղիկներով։ Ես դες հիշեցնեմ այդ փայլուն բանը, տատիները ճանապարհներին, որ բան էին անում, ասում էին՝ մի բուռ արևածաղիկի սերմ պահի գրպանդ։ Մեկը սատկացնելու են հողի մեջ մնաս, գոնե օգուտ կտաս, արևածաղիկ կաճի տեղդ։ Հասկանում եք, դիմավորեցին իհարկե, բայց ուրիշ բաներ արան։ Իսկ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի առաջարկած հրադադարի պայմանները չընդունել հրադադարի օրերը, հա, այնտեղ տարբեր օրեր էին ասում։ Այսինքն Ուկրաինան մերժեց կոպիտ ասած, սա միջազգային հանրության մոտ ինչ ընկալում ունեցավ։ Շատ նորմալ, որովհետև Ռուսաստանը չկա այնքան որ բան առաջարկի, ինքը պետք է համաձայնվի բոլոր հնարավոր տարբերակներին, եթե ինքը իրոք ուզում է խաղացում, որովհետև բազմաթիվ անգամներ ինքը դա խախտել է, ինքը պայմանավորվածությունները խախտել է, ինքը վստահություն չունի, ինքը չի հանդիսանում վստահելի եւ կանխատեսելի գործընկեր միջազգային հարաբերություններում, հետեւաբար իր կողմից առաջարկած զինադադարի հանդեպ չասեմ վերաբերմունքը, բայց գնահատականը եւ ռիսկայնության չափը մի փոքր տենց կասկածի է ենթարկվում աշխարհի կողմից։ Այս պատերազմը դիվանագիտության լեզուն դեռ աշխատում է, թե արդեն ոչ։ Այս պատերազմը նկատի ունեք ուկրաինական, երբեք չի աշխատել։ Դիվանագիտական լեզուն չի աշխատել, եթե հիշեք Պուտինը դարձավ Պուտին եւ ընտրվեց նրա հաշվին, որ լեզուն փոխեց, այդ թվում դիվանագիտական։ 22 թվականի նոյեմբերին Ռուսաստանի արտգործնախարարության փոխնախարարը օգտագործում էր արտահայտություններ Եվրոպայի եւ բանի երկրների հանդեպ собирайте манатки и сваливайте. Հայերեն է այդ сваливайте, հայերեն էլ է ստարով։ Այսինքն Ռուսաստանը ինքն է այդ բանի մեջ մտել, այդ խաղի մեջ։ Ուղղակի այստեղ հարցերն է, որ դու մտնում ես, պետք է պատրաստ լինես, որ քեզ կպատասխանեն։ Ու քանի որ դու մենակ ես, ու իրականում դու ոչ մեկին պետք չես, նույնիսկ Չինաստանին, շատ հավանական է, որ դու այդտեղ ցախ կյանքել սըլնես։ Մայիսինի շքերթին հրավիրված էին տարբեր երկրների առաջնորդներ, շատերը հրաժարվել են։
Շատերը հրաժարվել են, մերժել են, այդ շքերթին չի մասնակցի նաև Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Այս որոշմանը դուք ինչպես եք վերաբերում, սա տեխնիկական պատճառաբանություն, թե քաղաքական դիրքավորում է։ Փոքր դատարից հետո շարունակենք, վերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցեմ, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ Կարեն Սարգսյանի հետ, մենք խոսում ենք մայիսի 9-ի խորհրդի այս տարի Մոսկվայում կայանալիք շքերթի մասին եւ հասանք Հայաստանի Հանրապետության չմասնակցությանը։ Սա տեխնիկական պատճառաբանություններ թե քաղաքական դիրքավորում։ Չգիտեմ, այստեղ հարցը գիտեք որտեղ է, ինչ դուք ինձ հարցնում եք, թե ինչ մեկնաբանություն սրան կտա արտգործնախարարությունը կամ վարչապետի աշխատակազմը։ Ձեր կարծիքով։ Չի, իմ կարծիքով չպետք է երբեք մասնակցել, եւ ես դրա մասին բազմիցս խոսել եմ։ Այսինքն բոլոր մասնակցությունները եղել են սխալ։ Մասնավորապես 18 թվականից հետո լավ է փորձենք sense բանը անենք, հա։ Բոլոր մասնակցությունները եղել են քրիտիկական սխալ եւ ամեն մասնակցությունից հետո Հայաստանը ունեցել է կորուստներ։ Եվ որովհետեւ հիմք չկա ակնկալել, որ Հայաստանը պետք է Ռուսաստանում որովհետեւ շքերթի մասնակցի, առավել եւս 22 թվականից հետո։ Անմիջապես 18-ից հետո չմասնակցելը չէր դիտարկվի որպես կտրուկ դիստանցավորում։ Չէ՞ որ դուք ինձանից հարցնում եք իմ մեկնաբանությունը։ Կտրուկ դիստանցավորումը իհարկե պետք է լիներ։ Ես բազմիցս ասել եմ ֆրանկոֆոնիայի օրով նոր իշխանության եկավ խումբը պետք է ուղղակի Եվրոասոցիացիան փաստաթուղթ տա։ Պաշտոնապես պատրեր հապկի մասնակցության վկայականը ԵԱՏՄ-ից դուրս գար։ Իրականում քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ում իրանք ասում էին։ Այսօր Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ինչպիսին են։ Հատկապես եւ առավելապես Հայաստանում կայացած եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից, այստեղ Զելենսկու մասնակցությունից, Տիխանովսկայայի մասնակցությունից հետո։ Մերելների մասին ասում կամ լավն են ասում կամ ոչ մի բան։ Հարաբերությունները նկատի ունեն։ Հա, բա մերել են։ Ասեմ ավելի ինչ են մերես ատկել են։ Շատ ծանր տենց բանով հոտ է գալիս արդեն այդ դիակից չկա էլ հարաբերություններ վերջացավ։ Ինքը ամբողջությամբ ուժային ճնշման տակ է լինելու Ռուսաստանից եւ նայած նրան թե Հայաստանի կառավարությունները ինչքան կենթարկվեն այդ ճնշմանը, իրանք այդքանով կլինեն։ Կարիք չկա ենթարկվելու, իհարկե գոյություն ունի հայկական օլիգարխատ, որը այնտեղ գումար է վաստակում, այսինքն սատկացեշի վրից նալապոկում, բայց այդ մարդկանց համար հանուն այդ մարդկանց ընտանիքների հարստացան եւ բարգավաճության ինչ իմաստ ունի ամբողջ Հայաստանը պահել այդ բանի մեջ, համակարգերի մեջ, չեմ համարում։ Իսկ այդ ճնշումները հիմա որքանով են ուժեղ։ Էլի ուժեղանալ։ Չէ, ասենք նկատի ունեմ ես հատկապես գագաթնաժողովից հետո Հայաստանի Հանրապետության դեսպանին Ռուսաստանում արտգործնախարարություն կանչել արտգործնախարարության հայտարարություն, չգիտեմ, տեղ Կրեմլից հնչող հայտարարություններ, որ Հայաստանը Եվրոմիությունը փորձում է Հայաստանին պոկել իր ավանդական տաշնակցային անվտանգային եւ տնտեսական հենարաններից թե ռիսկերից։ Դե իրանք ասում են հենարաններից։ Դե փաստորեն իրանք մոտ լեզվի մեջ էլի խնդրեմ կա լեզվաբանական, ասենք, ձևակերպումների, իրանք հենարան վարող փոխարինել են Հայաստանը շարունակում է փորձել մնալ իրանք ինչ ասում են կարող եւ այլն։ Հարցը տեսեք հիմա դուք դա եք ասում Ռուսաստանում Հայաստանի դեսպանին կարելի է կանչել ու ինչ ուզում ես ասել, կարելի է հետը գնալ գարեջուր խմել, կարելի է մունատ գալ, կարելի է նոտա բանալ, չէ, բայց հարցը հետեւյալն է, գիտեք ինչն է հարցը։ Հարցը է նա, որ այստեղ գալիս է Զելենսկին ասում է ես քո մայիսի 9 բանի ամբողջ քո դաշնակիցներով վախացրած ունեմ, այնց որ դուք ծանր տեխնիկա չունեք, կարամ ասենք դրոն բերեմ անցկացնեմ գլխներիդ վերևով, իսկ դրա պատասխանը ինչ է, կանչում են Հայաստանի դեսպանին, որ ինքը ինչ անի։ Ասենք ինչ։ Դե ասում են Երևանը ինչու թույլատրեց հարթակ տրամադրեց։ Լավ են կարելի ասենք մարդու իրավունքների բաների մեջ ամեր սահմանությունով է նախատեսված։ Այդ դուք չեք թողում, որ ես Պուտինին ասեմ այն ինչ որ կարելի։ Խնդիրը ուրիշ տեղ է։ Եթե հիմա սա գալիս է, այս ամբողջ ծավալը հանդիպումների, Ֆրանսիայից ստորագրված պայմանավորվածությունների, Մակրոն Փաշինյան համերգի Լա Բոհեմ եւ Գյումրիում տեղի ունեցած այդ միջոցառումների Գյումրիում մի հատ էլ, հա,
Ռուսական բազան այնտեղ կանգնած։ Եկան, արեցին, ինչ որ ուզում էին, արեցին։ 3 օր անցել է, եղբայր կանչում ես այդ մարդուն, ինչ ես ներկայացնում։ Ինքը ինչ կարող անի, արդեն ժամանակը Դե անցել է։ ներկայացնում է, որ իրենց համար բացարձակապես Դա էլ անընդունելի է պատասխանը դա։ թե արդյոք Ռուսաստանի բանը այդ ռիսկայնությունը Ռուսաստանի կողմից վտանգների մեծ է։ Էսա, առավելագույնը սա է։ Սրանից ավել չունեն ոչ բան, չեն կարող անել։ Կարան կանչեն դեսպանին մունատ գան։ Կարան իրանց ԶԼՄ-ներին բանան, կարան թույլ տան, որ այդ օլիգարխատը, որը այնտեղ գումարներ է աշխատում, փորձի ընտրությունների ժամանակ այդ գումարներով ինչ որ ձայներ ձեռք Բայց հետաքրքիր է այսօրին այդ օրերին ինչ էին գրում ռուսական լրատվամիջոցները եւ ինչ էին գրում եվրոպական, ասենք ֆրանսիական լրատվամիջոցները։ Ֆրանսիան 4 օր մենակ Հայաստանից է խոսել։ Ֆրանսիայի պատահական ԶԼՄ բացում էր Հայաստանի մասին ծրագիր։ Պատահական։ Ուկրաինական ԶԼՄ-ները բացում էր Հայաստանի մասին։ Այսինքն ամբողջ ծավալը եվրոպական։ Սա իրականում չեմ ուզում էլի որ պայմանավորվել են քաղաքական բան չեն կանում, չդիտարկվի որպես նախընտրական, բայց ամեն դեպքում Հայաստանի տեսանկյունից այս միջոցառումը պակաս կարևոր չէր, քան Եվրոպայի տեսանկյունից, որովհետև Եվրոպան ցույց տվեց, որ ինքը կարողացավ ոտավորվել։ Այսինքն ինքը ոչ միայն մեկ քայլ առաջ գնաց, ինքը ասենք բավականին մեծ տարածություն անցավ պատմական, անվտանգային, տնտեսական, գեոպոլիտիկ, աշխարհաքաղաքական տեսանկյունից մի հատ EPC-ով Հայաստանում։ Ես չեմ խոսում Հայաստան Եվրամիություն կամ Եվրամիություն Հայաստան ոնց ուզում եք անուն դրեք այդ վեաժողով։ Եվրոպական այդ բաների համագործակցության շրջանակներում հանդիպումը, որը տեղի ունեցավ Հայաստանում, որտեղ հրավիրվեց Կանադայի վարչապետը, որտեղ քննարկվեցին հարցեր, որոնք կապված են Եվրոպայի անվտանգության եւ ապագայի հետ, եւ որտեղ Հայաստանին հատուկ տեղ տրվեց, որ ոչ միայն որովհետեւ քաղաքական ոչ քարոզ, ոչ հակակարոզ, հա, в общем, այն ինչ որ թողենք մի կողմ, հա, Հայաստանը դիտարկվում է, այս բան չի, Հայաստանը Եվրոպայի մի մասն է, սա բան չի, սա չի քննարկվում։ Հայաստանի վիզաների ազատականացումը եւ Հայաստանի ներգրավվածությունը եվրոպական համընդհանուր սահմանապահ այդ բանի կազմակերպության շրջանակներում կամ համագործակցության մասին փաստաթուղթը։ Սա նշանակում է, որ մենք այլևս տեխնիկական հարցի մեջ ենք։ Մենք Եվրոպան հաստատեց այն ինչ որ ԵՍ, ասում էի շատ վաղուց, որ Հայաստանը Եվրոպայի մի մաս է դիտարկվում ոչ միայն իմ կողմից կամ մեր աջակիցների, այլ նաև Եվրոպայի կողմից։ Եվ սա շատ կարևոր բան է։ Սրան պետք է գումարել նաև այն պատասխանատվությունը, որը Եվրոպան, մեծ Եվրոպան, ոչ միայն Եվրամիությունը ստանձնել են Ադրբեջանում սաստկելու եւ իրանց լեզվով ասած գամերը քաշած պահելու տեսանկյունից, հա, եթե նկատեցիք Եվրոպարլամենտի նախագահան, նույնիսկ Փաշինյանը վախեցավ, որտեղ մտածեց երևի իմ ընկերուհին է կարող է ինպես արտահայտվի, բայց այդպես կոկիկի մեջ ասին բեղերդ կթրաշենք, սուս-պուս նստի տեղդ։ Մենք ազատ ժողովրդավարական պարլամենտ ենք եւ մեզ մոտ ոչ մեկի բերանը չեն փակում։ Հա, դե Եվրոմիության համար այդ խորհրդարանական դիրքավորումը արժեքային ոնց որ նախագահ հայտարարություն արեց բան, բայց գործադիրը բոլոր դեպքերում պրագմատիկ քաղաքականություն է վարում Ադրբեջանի հետ էներգակիրների։ Դա կարող է նույնիսկ որոշակի տարբերություններ։ Այո, բայց պետք է հասկանալ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների զգալի մասը Եվրոպայի ոչ միայն էներգակիրները հայտարարվում է, բայց զգալի մասը դա իրանք փորձում են վերահսկողության տակ պահել Աբշերոնին, որպեսզի հանգարց Հայաստանի վրա չհարձակվի։ Որտեղ էլ եմ կրկնում, էներգակիրների տեսանկյունից Ադրբեջանը Եվրոպային առաջարկելու բան չունի։ Ինքը Ալժիրի մատակարարումը, ասենք 1%-ն է, 2%-ն է, 480,000 բարել նավթա կարողանում արտահանի, որից առնվազն 300-ը գնում է Իսրայել, այսինքն Եվրոպային առանձնապես բան չի մնում։ Լավ, հայ-բելարուսական հարաբերությունները ստեղծել կան։ Դրանք կան։ Ալեն Սիմոնյանն ասել էր, չէ՞ արդեն, ինչա Բուբերնիա էն էլ բաներ արել։ Ինչպես մենք սա էլ քաղաքական գովաս չի, հարց չկա տենց ուղղակի, բան չի։ Դե հիմա ինչ Բելարուսը գանի ով է լուրջ ընդունում։ Տրամպից բացի ով է ընդհանրապես ինչ-որ բան անում։ Բելարուսը ունի բավականին լուրջ խնդիր, Բելարուսը ունի կարող էր ունենալ հայ-բելարուսական հարաբերությունները, լավ, եկեք սենց ասեմ, դա Տիխանովսկան էր Հայաստանում։ Այ դա հայ-բելարուսական հարաբերություններն են։
Ինչ վերաբերվում է կարտոֆել ֆյուրերին, դա հայ-բելարուսական հարաբերություններ չեն։ Դա ինչ որ Կարմիր կոլխոզի նախագահը, ով իշխանությունը զավթել է ու չի դուրս գալիս, ինքնահռչակված նախագահն է նստած։ Այն որ չեք թողում, որ բնորոշում տամ, իր անգերն է։ Բնորոշել պետք չի։ Լավ, հիմա կանք արդեն Մերձավոր Արևելք։ Այստեղ ինչ է կատարվում։ Պատերազմի գիտեք ինչ ամենածանր ժամանակահատվածն է, երբ բոլորը հասկանում են, որ պատերազմը ավարտելու ռազմավարություն չկա, բայց ավարտել պետք է։ Բայց ավարտել պետք է։ Գինը դրա կարող է լինել Տրամպի քաղաքական վարկանիշի ոչնչացումը։ Ինքը ոնց որ դրան պատրաստ չի, դրա համար ինքը ոչնչացնում է հանրապետական կուսակցության, իր հանրապետական կուսակցության քաղաքական վարկանիշը, չնայած Հայաստանին շատ մոտիկ է հանրապետական կուսակցության վարկանիշը, վերանում մեր համար նորմալ երևույթ է, իրանց համար նորմալ չի ցավոք։ Տրամպի կողմնակիցները լինի դա Marjorie Taylor Greene-ը, Tucker Carlson-ը, թե Joe Rogan-ը, թե բոլորը այն մարդիկ, ովքեր Տրամպին բերեցին անհրաժեշտ տոկոսները եւ ապահովեցին նախագահ դառնալը, հիմա ամբողջությամբ հակառակ ճամբարում են, իրանք շարունակում են չընդունել դեմոկրատներին, ակնհայտորեն հակադեմոկրատական պլատֆորմի վրա են կանգնած, բայց հայհոյում են Տրամպին, որովհետև օրինակ այս վերջերս տեղի ունեցավ, ես չգիտեմ, մեզ մոտ չեմ հանդիպել, կարող է դուք բան անեք, որ Marjorie Taylor Greene-ին զանգահարել են եւ ասել են, որ ձեր երեխաներին կսպանենք, երեխեքից սպանելու ենք։ Ինքը բանի ժամանակ, այդ հանդիպման ժամանակ բացի-բաց ասեց, ես մի անգամից այդ զանգը եւ այդ մեսեջները ուղարկեցի տարբեր տեղեր, մենակ JD Vance արձագանքեց, որ ասեց, դե ես սրանով կհետաքրքրվում, բայց ասում եմ, այդ արձագանքելուց հետո կորավ, ու ես հասկացա, որ բան չկա անելու, ես զանգեցի Տրամպին, ինքը ասեց, դու վաստակել ես այդ, քեզ հասնում է։ Ես իրան հարցրեցի իմ baby բան, ասենք, то есть baby boy նշանակում է փոքր երեխա։ Ասում եմ, ես դու հիմա իր մասին ես խոսում, Տրամպ ասեց, հա դու վաստակել ես դա։ Այսինքն սա նշանակում է, որ Սպիտակ տան ղեկավարության բարոյական բաները, սահմանները ոչնչացված են։ Ոչնչացված են։ Կասկածում եմ, որ Էփշտեյնի ֆայլերի հետ է դա կապված, որովհետև այնտեղ հիշեցնեմ, որ 36 նահանգում մահապատիժ կա մանկապղծության համար։ Այսինքն դա ակնհայտորեն խնդիրներ կարող է առաջացնի ու այդ մահապատիժի գործերը բան չունեն, վավերության ժամկետ չունեն, իրանք միշտ են շարունակվում։ Եվ սա է պատճառը, որ Տրամպը պատրաստ է ամբողջ Ամերիկան ոչնչացնել, մենակ թե մնալ իշխանության։ Այսինքն Տրամպը փորձում է այս իրավիճակից դուրս գալ, պահելով ուժեղ առաջնորդի իմիջը իր Երևի, չգիտեմ, դժվար է ասել, որովհետև հոգեկան նկարագրությունը այդ չարորակ նարցիսիզմի ենթադրում է, որ այնտեղ կա տրամադրությունների տատանում շատ ուժեղ, խորը դեպրեսիայից մինչև ոգևորություն եւ քանի դեռ այդ չի բուժվում նորմալ ձևով։ Ինքը միշտ վտանգավոր է, տարբեր ձևեր կարող արտահայտվի։ Ստեղ մերձավոր արևելքից վերադառնանք մերձավոր արևելք, ինչն է խնդիրը։ Քանի որ ռազմավարություն չկա դուրս գալու, ամեն մեկը արդեն այդ այսպես կոչված Աբրահամյան համաձայնագիրն էլ է տապալվել։ Եվ մենք ունենք խնդիր, որը ամբողջ մերձավոր արևելքին է բանանում, մենք ասած օրինակ, չգիտեմ, Միացյալ Արաբական Էմիրության դուրս գալը OPEC-ից այդ նավթի կարմոր եւ շարունակել հակաիրանական դիրքերի վրա գտնվելը ակնհայտորեն նշանակում է, որ Իրանը կարող է շարունակի թիրախավորել նաև Դուբայը եւ Աբու Դաբին։ Մյուս կողմից Սաուդյան Արաբիան, Քաթարը եւ Բահրեյնը փորձում են այս ամեն ինչը բերել շողուլի։ Իսրայելի բանակը ահռելի կորուստներ ա ունեցել հարավային Լիբանանում, չեն խոսում, այդտեղ ֆանտաստիկ կորուստներ են։ Ծանր տեխնիկայի կորուստները տոկոսային հարաբերակցությամբ նման են Ռուսաստանի կորուստներին Ուկրաինայում։ Եվ եթե դուք դիտարկեք Հազբալայի բաները, Հազբալան միակն է, ով ուկրաինական մարտավարությունը ամբողջությամբ յուրացրել է։ Շատ հաճախ ես նայում եմ, ասենց մոտս տպավորություն է, որ ես ուկրաինական ֆայլեր եմ նայում, Հազբալայի դրոնի այդ բաները։ Իսկ հիմա այդ բանակցային ինչ իրավիճակ է։ Տրամպի հայտարարություններից մեկ ասում է, որ շատ մոտ են այդ առաջընթաց է գրանցվել, հետո ասում է Իրան ավելի շատ է ուզում ստորագրի, քան թե ես Միակ բանը, որ մենք պետք է իմանանք բանակցությունների մասին միակ բանը, որպեսզի ռացիոնալությունը չկորցնենք եւ մենք չկորենք այդ դրա մեջ,
Ցավոք սրա մասին ամերիկացիք են խոսում, որ ցավոք սրտի մենք հասել ենք, իրանք հասել են այն մակարդակի, որ Իրանի վարչակազմի խոսքը սպիտակ տան խոսքից 10-15 անգամ ավելի ծանր է։ Դրա համար բանակցությունների մասին խոսելիս պետք է հասկանալ, որ երկու կողմը պետք է վերցնել, յուրացնել ու հասկանալ ընդհանրապես տարածաշրջանում ինչ է կատարվում։ Իրանը հետ չի կանգնել իր առաջարկից, ինքը ունի 10 կետանոց առաջարկ։ Եվ ինքը այդ 10 կետանոց առաջարկը առաջատան։ Իրանը փոխել է ամբողջ կառուցվածքը կառավարման թե քաղաքացիական եւ թե ռազմական եւ Տրամպի ռազմավարությունը, որը ռազմավարություն չի, դաժե մարտավարությունը, որ եկեք սաղի գլուխները փոքենք, չի աշխատում, չես կարող այդ տիպի ցանցային համակարգը տենց ոչնչացնես։ Սա է, որ ասում եմ, որ ելքի քաղաքականություն չկա, ելքի ռազմավարություն չկա, դադարեցման ռազմավարություն չկա։ Եվ այսպես մինչև երբ, մինչև նոյեմբեր միջանկյալ ընտրություններ, մինչև նոյեմբեր միջանկյալ ընտրություններ, մինչև Իսրայելի ոչնչացում, որովհետև ինքը Երուսաղեմի թագավորության ճանապարհով ագն մինչ շարունակման լայնանալ, բայց ռեսուրս չունի։ Բանակի ահռելի կորուստները այնտեղ 3-րդ տարին է 23 թվականի հոկտեմբերի 7-ից սկսած ինձ բանը զորակոչը հայտարարել է, ամբողջ բանը առողջ նու աշխատունակ բնակչության զգալի տոկոսը բանակում է։ Իսրայել ոչինչ չի արտադրում։ լավ, կարճ, ավելի հավանական է սառեցում կամ ավարտ պատերազմի, թե նոր էսկալացիա։ Ինձ թվում է մի օր մենք կտեսնենք, որ բոլորը ձև արեցին, որ հաղթեցին ու կվերջանա։ Այս հարաբերությունները կմնան սուր։ Մենք չենք տեսնի ստորագրություն, որովհետև ստորագրությունը կնշանակի, որ կողմերից ինչ-որ մեկը պարտվել է։ Բայց ինձ մոտ կա 60%-անոց համոզմունք, որ Հորմուզը կմնա Իրանի եւ Օմանի ղեկավարության տակ, այսինքն նավերը դուրս գալուց կշարունակեն վճարել, կարող է չլինի բարելի համար, տակառի համար $1, կարող է լինի տակառի համար 50 ցենտ, որոշ երկրների անվճար, որոշ երկրների 4, բայց միջինում տենց ասենք 50։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգները տարածաշրջանից կհեռանան բավականին երկար ժամանակով, մինչև որ կարողանան վարկանիշը վերականգնեն, դա վերաբերվում է նաև բանին, գիտեք, տրիպին։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, չվախեք։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, աշխարհը փոխվում է մեր աչքի առաջ ամեն օր եւ ամեն ժամ։ Մայիսինյան Կարմիր հրապարակից մինչև Իրան, Միացյալ Նահանգներ հակամարտություն եւ Հայաստանում Արևմուտք, Ռուսաստան մրցակցություն, նման պայմաններում փոքր երկրների խնդիրը մեկն է կարողանալ պահպանել սեփական ինքնիշխանությունը այս հզոր խաղացողների մեջ։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ Կարեն Սարգսյանի հետ, շնորհակալություն, որ հետևում եք, լավ մնացեք, կհանդիպենք։